մասին, գիտես, մտածում էի, խորհում էի Տիրոջ խոսքի մասին, մտածում էի, խորհում էի, գիտես, այս օրերի մեջ թեմաներ ունեցանք վերջի ժամանակների մասին, հափշտակության մասին, Տիրոջ հարության մասին շատ խոսեցինք։ Եվ գիտես, մտածում էի Տիրոջ հարության մասին, Հիսուս Քրիստոսի հարության մասին մեռելներից, մտածեցի մեր հափշտակության, եկեղեցու հափշտակության մասին, մեռելների հարության մասին, ու գիտես, մի տեսակ տխրություն եկավ։ Ուրախության փոխարեն տխրություն եկավ, գիտես ինչու։ Կարծես մենք չհավատանք սրա մասին։ Գիտես, եկեղեցին տեղեկացված է, եկեղեցին գիտի, որ լինելու է մեռելների հարություն, եկեղեցին գիտի, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից, բայց մի տեսակ ոնց որ չհավատանք սրան ու չվերապրենք սա, ոնց որ չապրենք։ Գիտես, մենք ամեն տարի տոնում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը, փառապանց հարությունը տոնում ենք, բայց կարծես հաջորդ իսկ օրը վերադառնում ենք էլի մեր նոր սովորական են կյանքին, նորից ու նորից։ Մի տեսակ տխրություն եկավ, գիտես, ու ես մի բան հասկացա, որ մենք քիչ ենք խոսում սրա մասին։ Մենք քիչ ենք մտածում Տիրոջ հարության մասին։ Մենք քիչ ենք մտածում մեր հարության մասին։ Դու գիտես չէ՞ որ հարություն ա լինելու, գիտես։ Բայց ռեալ հավատում ես սրան։ Ռեալ պատրաստվում ենք արդյոք մենք սուրբ հարությանը, հենց մեր հարությանը։ Դա կարծես ինչ որ հեքիաթի պես հնչի եկեղեցում, մի տեսակ եկեղեցին, ես չեմ խոսում միայն մեր Ստեփանավանի կյանքի խոս եկեղեցու մասին, մի տեսակ ամբողջ աշխարհում այս իրադարձության մասին քիչ է խոսվում։ Խոսվում է բարգավաճման մասին, խոսվում է, չգիտեմ, տարբեր թեմաներ, բայց հենց բուն քրիստոնեության բուն թեման գիտես որն է։ Հարությունը։ Ամբողջ քրիստոնեության մեխը դա սուրբ հարությունն է, դու գիտես։ Մենք քիչ ենք խոսում սրա մասին եւ քիչ ենք խորում սրա մասին, մի տեսակ տխրություն եկավ։ Ես հիշեցի ինձ, գիտես, երբ որ ես նոր ապաշխարեցի եկա Աստծուն, եկա եկեղեցի, ու երբ որ լսեցի հարության մասին, որ լինելու է մեռելների հարություն, որ եկեղեցին հարություն առնելու կամ հափշտակվելու է, ես գիտես, ես տպավորված էի։ Իսկ ուր կորավ այդ տպավորությունը։ Ուր կորավ դա։ Գիտես, մենք պիտի հաճախ խոսենք սրա մասին, մենք պիտի հաճախ սրա մասին մտածենք։ Մեզ այս թեման պետք է ուրախացնի թանկագիներս։ Ինչպես որ Սաղմոսած գիրքն է ասում, Սաղմոս 119, ով է կարդացել Սաղմոս 119, ով է կարդացել, ամենաերկար Սաղմոսն է, 150 խոսք ունի, չի ավել, որովհետև 162-ը կընթերցեմ։ Լավ, քանի խոսք ունի։ 176 խոսք ունի։ Այսպիսով, Սաղմոս 119, 162 խոսքը։ Ինչ ասում Սաղմոս 2-ն, ասում է, ես ցնծում եմ քո խոսքով, ինչպես մեկը, որ շատ ավար է գտել։ Աստծո խոսքը ասում է, ես ցնծում եմ, Դավիթ ասում է, ես ցնծում եմ քո խոսքով։ Մենք այս շաբաթ ունեցանք երիտասարդական ծառայություն եւ ես խնդրել եմ, որ երիտասարդները ամեն մեկը բերի իր Աստվածաշունչը իր հետ։ Եվ մենք խոսում ենք հենց Աստվածաշնչի մասին, հենց Աստծո խոսքի մասին, ինչքանով ենք մենք Աստծո խոսքը սիրում եւ ուրախանում Աստծո խոսքով։ Ո՞վ է սիրում Աստծուն։ Թող ձեր բարձրացնի, ո՞վ է սիրում Աստծուն։ Եկեղեցու մեծ մասը սիրում Աստծուն, Փառք Հիսուսին։ Ուզում ես քեզ ցույց տամ ինչքանով ես դու սիրում Աստծուն։ Ինչքանով որ դու սիրում ես նրա խոսքը, ուղիղ այնքան դու սիրում ես Աստծուն։ Ոչ ավել ու ոչ պակաս։ Ինչ ասում Դավիթը, որ ես ցնծում եմ քո խոսքով։ Ինչպես մեկը, որ մեծ, շատ ավար է գտնում, ատում եմ ստությունը եւ համարում գարշելի։ Քո օրենքն եմ սիրում։ Օրը 7 անգամ օրհնում եմ քեզ քո արդար վճիրների համար կամ դատի համար։ Ինչ ասում Դավիթը, օրը 7 անգամ օրհնում եմ քեզ քո դատի համար, քո վճիրների համար։ Այսօր մենք խոսենք դատաստանի մասին։
Այսօր մենք խոսանք վերջին դատի մասին, եւ այս թեմայով մենք կեզրափակենք վերջին ժամանակների թեման, որը շատ ձգվեց մի փոքր։ Այսօրվա թեման է վերջին դատաստան։ Հարց. ով այժմ պատրաստ դատին։ Ով է պատրաստ դատաստանին։ Ինչ ասում Աստծո խոսքը, որ ժամանակն է, որ Աստծո դատը սկսվի։ Աստծո դատը սկսվի հարևանի տնից, Աստծո տանից։ Աստծո դատը սկսվելու է Աստծո տնից։ Հետո նոր կանդրադառնա մնացածին։ Իսկ որ մեկս ենք պատրաստ այդ ռևիզիային, որ մեկս ենք պատրաստ այդ դատին եւ դատաստանին, որ մեկս ենք պատրաստ կանգնել Աստծո առաջ, բայց սա լինելու է, ախր։ Եվ մենք չգիտենք երբ է լինելու։ Ով գիտի իր վերջին օրը։ Թող ձեր բարձրացնի, ոչ ոքս չգիտենք մեր վերջին օրը։ Մենք պետք է հստակ հիշենք, որ Հակոբոսի նամակ 4:12 մեկն է օրենսդիրը եւ դատավորը, որ կարող է փրկել եւ կորստյան մատնել։ Մենք սա պիտի հստակ հիշենք, որ մեկն է օրենսդիրը եւ մեկն է դատավորը։ Աշխարհում ուրիշ ձև է։ Աշխարհում օրենսդիր մարմինը ուրիշ է, իսկ դատավորները լրիվ ուրիշ են։ Կաշառք են վերցնում, ծռում դատն ու դատաստանը, օրենք են հարմարեցնում ըստ իրենց բիզնեսի կամ չգիտեմ, շատ չխորանանք այդ թեմայի մեջ։ Օրենսդիրը մի մարմին է, իսկ դատական մարմինը այս աշխարհում լրիվ ուրիշ մարմին է, բայց Աստծո խոսքը ասում է, որ մեկն է օրենսդիրը եւ մեկն է դատավորը, որ կարող է փրկել եւ կորստյան մատնել։ Հիշենք, երկու բան է լինելու՝ փրկություն եւ կորուստ։ Դատից հետո կլինեն մարդիկ, ովքեր որ կփրկվեն եւ կլինեն մարդիկ, որ կորստյան կմատնվեն։ Հետո շարունակում է. դու ով ես, որ ուրիշին դատում ես։ Եվ բոլոր դատողներն ասեցին, ով ասեց ամեն։ Բռնեցինք։ Հովիվ ջան, մենք չենք դատում, մենք քննարկում ենք ուղակի, որ հավաքվում ենք, ինչ դատել, ինչ բան, դա մեզանից շատ հեռու է։ Այդ ուրիշ խմբակներն են անում, մեր խմբակը շատ կատարյալ եւ սուրբ է։ Մենք ուղակի քննարկում ենք։ Մենք չենք դատում։ Աստծո խոսքը ասում է, դու ով ես, որ դատում ես։ Որ ուրիշին ես դատում։ Երբ որ մեզ դատավոր եմ կանգնում ուրիշին, ուրեմն ես Աստծուն ասում եմ, Աստված ջան, դու մի կողմ քաշվի, ես կդատեմ իմ հասկացածով։ Սրանից վերև ինչ ասում, մեկն է օրենսդիրը եւ դատավորը։ Եվ Աստված միայն իրավունք ունի դատի կամ արդարացնի, փրկի, կամ մեղադրի եւ կորստյան մատնի։ Արի հիշենք մի բան, որ Աստված արդար դատավոր է եւ նա ըստ արդարության է դատելու։ Գիտես, կա կարծիք, որ ցանկացած մարդ երկու անգամ պիտի դատվի։ Ճիշտ է, կյանքի ընթացքում բոլորս մանր-մունր դատեր անցնում ենք, որովհետեւ ինչպես որ դատում ենք, հետո կյանքը մեզ դաստիարակում է։ Այդ փոքր դատեր մենք անցնում ենք, բայց հոգեվորում մենք երկու անգամ ենք դատվելու։ Առաջին անգամ երբ որ մենք մահանանք, իսկ մենք բոլորս կմահանանք։ Գաղտնիք չի, չէ՞ բոլորս կմահանանք։ Բոլորս ծնված օրվանից մահվան հերթի են կանգնած, բարի լուրը սրանում է կայանում։ Գիտես, կա կարծիք, որ մահացանք եւ դատվելու ենք։ Գիտես, սա ժամանակավոր դատա լինելու։ Սա դեռ այն մեծ ահեղ դատաստանը չի։ Լինելու է դատ։ Այսինքն մահացավ մարդը եւ կանգնելու Աստծո առաջ կամ ժամանակավոր դրախտ, կամ ժամանակավոր դժոխք, որովհետև սրանից հետո եւս լինելու է դատ եւ դատաստան, որի մասին այսօր խոսելու եմ։ Կամ ժամանակավոր դրախտ մարդ պիտի գնա եւ սպասի մեռելների հարությանը, հետո հազարամյա թագավորությանը, կերպարանափոխությանը, կամ ժամանակավոր դժոխք, որտեղ որ նա սպասելու է նորից մեռելների հարությանը հազարամյայից հետո։ Այսօր նորից դրա մասին խոսելու ենք։ Սա նա է, երբ որ շատ մարդիկ անակնկալի կգան, երբ որ հասկանան, որ հոգևոր աշխարհը իրական է, եւ շատ ավելի իրական, քան այս ֆիզիկական աշխարհը։ Այսպիսով թանկագին եկեղեցի վերջին դատաստան։ Հայտության գիրք 20 գլուխ առաջի խոսքից կընթերցեմ։ Ասում է, տեսա երկնքից իջնող մի հեշտակի, որ անդունդին բանալին ուներ եւ մի մեծ շղթա իր ձեռքին։ Հիշիր, անդունդի բանալին իմ եւ քո ձեռքերում չի։ Դա հեշտակի ձեռքերում է։
Նա բռնեց վիշապին, այն առաջին օծին, որ դևն է եւ սատանան։ Գրված է այն առաջին օծին, ուր ասա քեզ տանում Եդեմական պարտեզ։ Ինչպես Հովիվն ասում, որ գիտես առաջին դարում նա օծ էր, բայց նա վերջում դարձավ արդեն վիշապ։ Երբ որ մենք փոքր այդ օծերի հարցերը չենք լուծում մեր կյանքերի մեջ, այն վերջում վիշապի է վերածվում։ Նա բռնեց վիշապին, այն առաջին օծին, որ դևն է եւ սատանան, եւ 1000 տարով կապեց նրան։ Տեսեք։ Այսօր նկարելու եմ նորից։ Նորից գիծը գծեմ։ Մենք հիշում ենք, չէ՞, մինչև այստեղ։ Մենք սա արդեն խոսել ենք։ Մինչև այստեղ նեղություններն են, այն 7 տարվա նեղություններն է, 3.5, գումարած 3.5, հիշում եք, չէ՞ սա։ Այս ամեն ինչ հիշում ենք։ Այստեղ, հենց այստեղ, երբ որ վերջանա 7 տարիները, հենց այստեղ հրեշտակը իջնելու է եւ կապելու է այն առաջին օծին, վիշապին, այն դևին, որ սատանան է եւ 1000 տարով կապեց նրան։ Տեսեք, 1000 տարի սատանան կապվելու է։ Այսպես պատկերենք սատանայի նշանը։ 1000 տարով սատանան կապվելու է այս ընթացքում։ Այսինքն, այս ընթացքի մեջ այստեղ եկեղեցին իջնելու է, հիշում եք, չէ՞։ Այսինքն, ովքեր որ կենդանի մնացած կլինեն երկրի վրա, հափշտակվելու են։ Իսկ ովքեր որ երկնքում են, կերպարանափոխվելու են եւ իջնելու են երկրի վրա։ Եվ այստեղ 1000 տարի սատանան կապված է լինելու, բայց այս ընթացքում ովքեր որ երկրի վրա մնացած կլինեն, նորից ծնվելու են, ես կարծում եմ, ովքեր որ չեն հափշտակվի, նորից ծնվելու են, եւ Հիսուսը այստեղ թագավորելու է 1000 տարի իր սուրբերի հետ։ Նրանց գցեց անդունդը։ Նրան գցեց անդունդը, փակեց եւ վրան գրիկ դրեց, որ այլևս ազգերին չմոլորեցնի, միջև 1000 տարին լրանա։ Դրանից հետո նա փոքր ժամանակով պետք է արձակվի։ Այս փոքր ժամանակը ինչքան է, մենք չգիտենք։ Բայց գրված է փոքր, այսինքն այս ընթացքում 1000 տարվա մեջ մոլորություն չի լինելու, գայթակղություն չի լինելու, ինտերնետը մաքուր է լինելու, այլ մարդիկ դստակ չեն լինելու են, չգիտեմ, օնլայն կազինոների վրա, որ այսօր մեջ չարիք է եւ շատերի տներն է քանդում։ Գիտես, պատերազմներ չեն լինելու, խաղաղություն է լինելու։ Այսինքն Աստծո արքայություն է լինելու այստեղ երկրի վրա 1000 տարի, որովհետև փորձիչը սատանան, նա կապված է լինելու եւ Հիսուսը լինելու է թագավոր այստեղ երկրի վրա։ Դրանից հետո մի փոքր ժամանակով պետք է արձակվի։ Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք գխատվել էին Հիսուսի վկայության եւ Աստծո խոսքի համար, եւ նրանց, որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին ու չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատներին, ոչ էլ իրենց ձեռքին։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ 1000 տարով թագավորեցին։ Այսինքն այս մարդիկ, ովքեր որ այս 7 տարվա նեղությունից հետո եկել են, ովքեր որ գլխատվել են, ովքեր սղոցվել են, ովքեր դատապարտվել են Հիսուսի վկայության համար, ովքեր որ դրոշմը չեն ընդունել, շատ հնարավոր է, որ մենք խոսում ենք հենց մեր մասին։ Շատ հնարավոր է, որ այստեղ նստածների մեջ շատերս այս թվի մեջ ենք։ Եվ տա Աստված, որ բոլորս այս թվի մեջ լինենք, որ բոլորս լինենք այստեղ Հիսուսի վկայության համար հալածվողներս։ Այն մարդիկ, ովքեր որ չեն համաձայնել կնիք ընդունեն սատանայի, այլ հոժար են եղել ավելավ է ես սոված մեռնեմ, բայց մեռնեմ Աստծո, հանուն Աստծո, քան որ կուշ փորով գնամ դժոխք։ Դա համար Աստծո խոսքը ասում, գիտես, եթե աշկդ գայթակեցնում է, պոկիր ու նետիր, եթե ձեռքդ գայթակեցնում է, պոկիր ու նետիր, եթե ստամոքսդ գայթակեցնում է, թող ավելի ծոմ պահենք, վարժեցնենք մեզ։ Բա ինչ եմ անում, բա երեխես, ոչինչ։ Գիտես ինչ ուներ հաջողակ առաջին դարի եկեղեցին, դրանք չէին վախենում մեռնեին հանուն Քրիստոսի։
Նրանք չէին վախենում իրանց կյանքերը տային Քրիստոսին, որովհետեւ հասկանալով, որ հաջորդ օրը միգուցե մենք մահանանք։ Եվ գիտես, այն մարդիկ, ովքեր այս մեծ նեղությունից են եկել 7 տարի հետո, նրանք հարություն են առնելու եւ Հիսուսի հետ միասին թագավորելու են այս 1000 տարին։ Գրված է, նրանք կենթանացան ու Քրիստոսի հետ 1000 տարի թագավորեցին։ Իսկ մնացած մեռելները չկենթանացան մինչև 1000 տարին լրանա։ Մնացած մեռելները, ովքեր չընդունեցին Հիսուսին, ովքեր որ մահացան, բայց Հիսուսին իրենց սրտերում չունեցան, 1000 տարի մահացած դեռ մնացին։ Այսինքն սա կոչվում է առաջի հարություն։ Մնացած մեռելները այստեղ են արդեն հարություն առնելու։ 6-րդ խոսք։ Երանելի եւ սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ։ Նրանց վրա երկրորդ մահը իշխանություն չունի։ Իսկ ո՞րն է երկրորդ մահը, սրա մասին խոսեմ։ Նրանք Աստծո եւ Քրիստոսի քահանաները պիտի լինեն եւ նրա հետ 1000 տարի պիտի թագավորեն։ Ովքեր որ առաջի հարության մեջ բաժին ունեցան, նրանք հարություն կառնեն, Քրիստոսի հետ միասին թագավորեն։ Իսկ նրանք, ովքեր որ հարություն չառան առաջի հարության ժամանակ, Աստծո խոսքը ասում է, գիտես, նրանք սпасել են իրենց հարությանը։ Ես խոսքի քրոնոլոգիային կամ ժամանակագրությանը նայելով կարող ենք հասկանալ, որ մեծ դատաստանը լինելու է 1000-ամյա թագավորությունից հետո։ Հետևաբար, այստեղ, երբ որ սատանան որոշ ժամանակ հետո արձակվի եւ պատերազմներ հրահրի եւ ազգերին հավաքի սուրբերի դեմ, Աստծո ժողովրդի դեմ, Սուրբ քաղաքի դեմ, Քրիստոսի դեմ, այստեղից հետո նոր լինելու է մեծ դատաստանը։ Ես աթոռ նկարեցի ուղղակի։ Կամ փորձեցի նկարեմ։ 7-րդ խոսք։ Երբ 1000 տարին լրանա, սատանան իր բանտից պիտի արձակվի եւ պիտի դուրս գա, որ մոլորեցնի երկրի 4 անկյուններում գտնվող ազգերին, Գոգին եւ Մագոգին։ Նա նրանց պատերազմի պիտի հավաքի, որոնց թիվը ծովի ավազի չափ է։ Այսինքն այս ընթացքում մարդիկ են չէ ծնվելու։ Մարդիկ ես չգիտեմ մահանալու են թե չէ, որովհետեւ սատանան կապված է, գիտեմ մահ լինելու է թե չէ, բայց ամեն դեպքում այս ընթացքում մարդիկ են ծնվելու։ Եվ ինչ իմանաս նրանք հավատարիմ են թե չէ, եթե փորձիչը չկա։ Ինչ գիտենք։ Եթե չկար չարի եւ բարու գիտության ծառա Եդեմական պարտեզում, ինչ իմանայինք Ադամը հնազանդ կլիներ թե չէ լինի, Եվան հնազանդ կլիներ թե չէ լինի։ Այսինքն ինչ գիտենք այս 1000 տարվա ընթացքում այն մարդիկ, ովքեր որ ծնվելու են, նրանք հավատարիմ են միջև վերջ Քրիստոսին, թե ոչ։ Սրա համար է, որ սատանան որոշ ժամանակով արձակվելու է, որ այս տարիների ընթացքում մարդկանց նույնպես կարողանա փորձի, որպեսզի հասկանան, որպեսզի Տերը ինքն էլ հասկանա եւ դատը արդար լինի։ Թե չէ գիտես, այստեղ մարդիկ ասեն, բա մեր ժամանակ հետո կապված լիներ, եւ մենք մեղ չեն գործելու։ Չէ որ փորձիչն է մեզ հրահրում, չէ որ մոլորեցնողն է մեզ հրահրում, չէ որ չարն է հրահրում մարդկանց եւ սուտ է բերում, մոլորություն է բերում եւ մեղքեր է բերում, որ հրամցնի։ Դրա համար այստեղ, երբ որ մարդիկ ծնվեն, դրանից հետո սատանան որոշ ժամանակով արձակվելու է, որպեսզի փորձի այս բոլոր մարդկանց։ Արդյոք նրանք հավատարիմ կգտնվեն, թե հավատարիմ չեն գտնվելու։ Եվ ստացվում է, որ շատեր անցնելու են սատանայի կողմը, որովհետև գրված է, որ ազգերին է բարձրացնելու, ազգերին է հավաքելու, որպեսզի ինչ ասում 4 անկյուններում գտնվող ազգերին Գոգին եւ Մագոգին։ Նա նրանց պատերազմի պիտի հրավիրի, որոնց թիվը ծովի ավազի չափ է, պատկերացնում եք, մարդիկ են լինելու, ովքեր որ Աստծո դեմ են պատերազմելու, որոնց թիվը ծովի ավազի չափ է։ Եվ պիտի բարձրանա երկրի լայնությամբ եւ պիտի շրջապատեն սրբերի բանակն ու սիրելի քաղաքը։ Սիրելի քաղաքը ես կարծում եմ դա Երուսաղեմն է։ Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց։ Իսկ դևը, նրանց մոլորեցնողը, կրակի եւ ծծմբի լիճը գծվեց, որտեղ էին գազանը եւ սուտ մարգարեն։ Այստեղ նկարագրում է, որ սատանան նույնպես երրորդություն է։ Գրված է դևը, մոլորեցնողը, կրակի ծծմբի լիճը գծվեց, որտեղ էին ովքեր, գազանը եւ սուտ մարգարեն։ Այսինքն սատանան ունենալու է նույնպես, միգուցե այս հիմա էլ ունի երրորդություն, դև, գազան
եւ սուտ մարգարե։ Դա նույնպես երրորդություն է։ Հիշիր, սատանան միշտ էլ կեղծում է այն ինչը որ ճշմարիտ է։ Նա կեղծում է եւ փորձում է Աստծո ֆալշը լինի, բայց նրա մոտ չի ստացվում։ Եվ գիշերուզոր պիտի չարչարվեն հավիտյանս հավիտենից։ Ես մի տեղը գրված է, որ այս ծծումբիլիչը պատրաստված էր սատանայի եւ նրա հրեշտակների համար։ Բայց ցավոք սրտի այնտեղ լինելու են բյուրավոր մարգային հոգիներ։ Ցավոք սրտի, ովքեր որ հրաժարվեցին ընթանալ Տիրոջ ճանապարհով, ովքեր որ հրաժարվեցին պահել իրենց փրկությունը կամ պահել իրենց Աստծո համար։ Եվ նրանք ինքնակամ գնում են ծծումբիլիչը։ Գիտես ինչով է տարբերվում ծծումբիլիչը ուղակի լճից, կամ ինչով այս ծծումբը առհասարակ տարբերվում մնացած բոլոր մետաղներից։ Ծծումբը ինքը մետաղ է։ Բայց գիտես ինչով է ինքը տարբերվում։ Մեկը այսպեսի օրինակ է բերում, ես հավատում եմ երբ ընդունեցի սա։ Գիտես ցանկացած հոտին մենք կարանք սովորենք։ Մենք գնանք ամենավատ հոտ, այսինքն չգիտեմ, աղբի կողքը կամ մտնենք ինչ-որ միտեղ հոտ գա, րոպեներ հետո մենք այդ հոտին սովորում ենք։ Այսինքն մեզ գայրանները ընտելանում են այդ հոտին։ Բայց ծծումբը հանում է մի հոտ, որի մարդու զգայրաները երբեք չի կարող համակերպվել։ Այսինքն սա տանջանք է։ Եվ ծծումբը, այդ ծծումբի լիճը, ծծումբը, որտեղ որ կրակ կա, հենց այդ շիկացած կրակով ծծումբը նա միշտ էլ անհանգստություն է տալու մարդուն, այսինքն մարդու բոլոր ներվային համակարգները միշտ ցավալու են։ Եվ քանի որ մարդիկ հոգով չեն գցվելու ծծումբի լիճը, այլ մարմնով են գցվելու ծծումբի լիճը, դու պատկերացնում ես եւ դա հավիտյան է։ Ոչ թե հոգով, ոչ միայն հոգով, այլ մարմնով, որովհետեւ այստեղ հարություն են առնելու երկրորդ հարության ժամանակ ովքեր որ մասնակցելու են, նրանք գցվելու են ուղղակի ծծումբի լիճը։ Մարմնով, որտեղ մարմնով մեղ գործեցին եւ մարմնով էլ պետք է պատասխան տան։ Եվ տեսա մի սպիտակ մեծ գահ, այս նկարեցի այստեղ արդեն։ Եվ տեսա սպիտակ մի մեծ գահ եւ նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, եւ նրանց համար տեղ չգտնվեցավ։ Եվ գահի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ տեսա, գրքեր բացվեցին, եւ մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կենաց գիրքը, եւ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի, իրենց գործերի համաձայն։ Եվ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը իրենց մեջի մեռելներին, եւ յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեցին։ Մահն ու դժոխքը հրելիճը գցվեցին։ Սա է երկրորդ մահը։ Դες առաջին անգամ մարդը մահանում է, երբ որ ֆիզիկական մահանում է։ Իսկ երկրորդ մահը վնասելու է միայն նրանց, ովքեր որ առաջի հարությանը բաժին չունեցան։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Ցանկացածս մահանալու ենք։ Եվ այն մարդիկ, ովքեր որ Հիսուսով հարություն են առնելու այստեղ, նրանք այլևս չեն մահանա։ Իսկ նրանք, ովքեր որ հարություն առան այստեղ հազարամյայից հետո, այն նրանք երկրորդ անգամ կմահանան, որտեղ ծծումբի լճում։ Գրված է, որ սա է երկրորդ մահը, եւ ով որ կենաց գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրե լիճը գցվեց։ Դաժան մի իրականություն իրականում, որը որ հեքիաթ չի, թանկագիններս, բացարձակ հեքիաթ չի։ Եվ իրականում այս երկու բանակում է բանակն է լինելու, կամ Աստծո բանակը, կամ սատանայի բանակը, կամ նրանք, ովքեր որ Աստծուն հետևեցին, կամ նրանք, ովքեր որ Աստծուն չհետևեցին։ Ու գրված է յուրաքանչյուր համաձայն իր գործերի դատվեց։ Գործերի։ Ու ասեց ինչ գործի մասին է խոսքը։ Մատթեոսի ավետարան 25-րդ գլուխ 31-ից ինչա գրված։ Գրված է, որ եւ ես կասեմ գառներին, գնացեք իմ հոր օրհնյալներ եւ ժառանգեցեք երկիրը, որովհետեւ մերկ է ինձ հագցրեցիք, սոված է ինձ կերակրեցիք, բանտում էի այցելեցիք։ Իսկ նրանց, ովքեր որ իմ ձախ կողմումն է, ես կասեմ, անիծյալ լինեք դուք, որովհետեւ գիտես մերկ էի, սոված էի, բանտում էի, հիվանդ էի,
եւ գործ չարեցիք, այսինքն յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։ Դուք ասես, բա Հակոբոսում չի ասում, որ գործերով չենք արդարանում։ Այո, հավատքով ենք արդարանում, բայց հավատքից դրդված գործերը շատ կարևոր են, գերկարևոր են։ Աստված նայելու է, գիտես, մեր գործերին, որովհետեւ մենք շատ լավ, պուպուշ, գեղեցիկ, ամպագորգոր, ռետոր կարանք խոսանք, լավ քարոզենք, լավ սովորեցնենք, լավ ամեններ ասենք, բայց մեր գործը հակասի մեր ասածներին։ Մենք կարանք շատ լավ հրաշալի քարոզենք, խոսենք հավատքի, հավատարմության մասին, խոնարհության մասին, հեզության մասին, սիրո մասին, այնպես լավ կարանք քարոզենք, բայց երբ որ արդեն ժամանակը գա սիրելու, թերանանք կամ ուրանանք, երբ որ ժամանակը գա հավատարիմ գտնվելու, թերանանք կամ ուրանանք, երբ որ ժամանակը գա մեր հավատարմությունը ցույց տալու, մենք գործ ցույց չտանք այստեղ։ Դա համար յուրաքանչյուրը դատվելու է ըստ իր գործերի։ Դատաստանի օր ամեն բանի հայտ է գալու։ Ամեն ինչ։ Մեր մտքերը։ Երեք աղոթքի ժամանակ մի հրաշալի տեղ ես խոսեցի այստեղ, որ գիտեք այն ինչը որ պարկեշտ է, բարի է, սուրբ է, մաքուր է, առաքինի է, դա մտածենք։ Ինչպես որ Հովիվ Լուսյանն ասում է, ուշադիր եղիր քո մտքերին, դրանք կարող են խոսքեր լինել։ Ուշադիր եղիր քո խոսքերին, դրանք կարող են գործողություն դառնալ։ Ուշադիր եղիր քո գործողություններին, որովհետև դրանք կարող են մահ ծնել։ Դրանք ամեն բան սկսվում է մարդու մտքից։ Ուշադիր լինենք մեր մտքերին։ Յուրաքանչյուրս եւ տեր կանգնենք այն ամենին, ինչը Տերը մեզ տվել է։ Ու եթե չապաշխարենք այն ամենի համար, որը մեղք է կոչվում, դա մեզ դատի ժամանակ հիշացվի, դա մենք դատի ժամանակ կտեսնենք, իսկ ամենը ինչը որ մեղք է կոչվում, որի համար մենք ռեալ ապաշխարում ենք, գիտես մենք կարանք հիշենք, սատանան կարա հիշեցնի, բայց Աստված կասի ես չեմ հիշում դա, Աստծո խոսքն ասում ես վերցնում եմ այն եւ դետում եմ իմ մեջքետևը, գիտես ինչ եմ նկատել, մի հետարքիր բան, լինում է որ որպես Հովիվ խոսում եմ մարդու հետ, խորհրդակցություն է, մարդը գալիս է, կամ ես եմ գնում, եւ ինչ որ խնդիր ենք հայտնաբերում այդ մարդու մոտ։ Ու ես խորհուրդ եմ տալի, ասում եմ, միջև չապաշխարես, ոչինչ չանես, գնա ու ապաշխարի։ Առաջ հայացքից թվում է, որ ես դա ինքնակայանում եմ այդ մարդու վրա։ Մինչդեռ գիտես խելացի իմացու մարդը կասի դեղամիջոց ինձ տվեց։ Էդի նույնն է ոնց որ գնաս բժիշկի մոտ եւ քեզ հետազոտի բժիշկը ու ասի միջև չբուժվես, խնդիրը չի լուծվելու, ցավերդ մնալու են։ Ցավում է, չէ՞ որ գնում ես բժիշկի, խնդիր ունես։ Գնում ես ստուգում, ասում այս ինչ խնդրեմը դու ունես։ Ահա դեղամիջոցը, միջև չբուժվես, ցավը չի դադարելու։ Եվ մենք կարծենք, որ բժիշկը ինքնակայանում է ին վրա։ Կպավ իմ ինքնասիրությանը, ինձ ասում է գնա բուժվի։ Բայց ինչու երբ որ մենք բժիշկի ասածը նորմալ ենք ընդունում, Հովի ասածը կամ մեր քրոջ, մեր եղբորը ասածը, քո ավակի ասածը նորմալ չես ընդունում։ Ինչի ասա, երբ որ ասում ես գնա ապաշխարի, մարդը մտածում է ես ինքնակայանում եմ նրա վրա։ Միշտ ես ասում, գիտես, ցավալու է, միջև կյանքիդ վերջը։ Եվ սա անեծք չի։ Գնա ապաշխարի, որովհետև ապաշխարությունն է փրկություն բերում, ապաշխարությունն է բժշկություն բերում, ապաշխարությունն է ցավերից հեռացնում, ապաշխարությունն է մեր կյանքի ընթացքը փոխում, ռեալ ապաշխարությունը։ Եվ ինչ ասեց Հովանես Մկրտիչը, ապաշխարեք եւ ապաշխարության արժանի պտուղներ ցույց տվեք։ Հակառակ դեպքում կացին գոյություն ունի, որը ծառի հենց արմատին դրված է։ Սրա համար թանկագիներս մենք պիտի ապաշխարող լինենք։ Եվ չամաչենք եւ վատ չզգանք, որ մենք պիտի իրականում ապաշխարության կյանք ունենանք։ Եվ գիտես, բոլորիս գործերը կրակով են անցնելու։ Երաշխիքը մեկն է։ Եթե Տիրոջ հետ ենք, իսկ Սուրբ Հոգին մեր մեջ է, միգուցե վնասվենք, բայց մնայուն կմնանք։ Նորից եմ ասում, բոլորիս գործերը, ինչ որ կառուցում են, կրակով են անցնում, ես խնդրեմ, այս որտեղ ես դրել։ Բոլորիս գործերը, թանկագիներս կրակով են անցնելու։ Ես մի բան տեսա ինտերնետում,
դուրս եկավ, ասեց այսօր էքսպերիմենտ անենք այստեղ։ Տեսեք, յուրաքանչյուրիս գործերը արիստեղ, երեսով կայնի ստեղ, ապրես։ Յուրաքանչյուրիս գործերը, թանկագիներս, լավ ստիստե դնեմ, կրակով են անցնելու, երևում ատեղ, հա? Յուրաքանչյուրիս գործերը պիտի կրակով անցնի, և անցնելու է, և երաշխիքը մեկն է, եթե մենք տիրոջ հետ ենք, իսկ Սուրբ Հոգին մեր ներսում է, միգուցե վնասվենք, երբ որ կրակը գա, բայց մենք մնայուն կլինենք։ Տեսեք, կրակը գալիս է այս երկուսի վրա հավասարազոր։ Բախի է այս մեկը, որը ես ուզում եմ վառեմ, փչանում է, բայց չի այրվում։ Իսկ այս մեկը հեշտությամբ կարա։ Ինչումն է հասկանում ես, սրա մեջ կա ջուր, որը երաշխիք է, սրա մեջ կա Աստծո Սուրբ Հոգին, սրա մեջ կար Աստված, կարա ինքը վնասվի, միանշանակ կարա վնասվի, սև կետերը տեսնում ես, և ներսից էլ նայում եմ մի փոքր սևանում է, բայց եթե Սուրբ Հոգին մեր ներսում է ապրում, եթե Աստված ռեալ մեր ներսում է, և մենք անընդհատ նրանով լցվում ենք, մենք չենք կարա ապաշխարության կյանք չունենանք, և մենք բաժին կունենանք այստեղ, առաջին հարության ժամանակ, և երանելի կկոչվենք, սիրելի եկեղեցի։ Դա համար ես այսօր իմ քարոզը սկսեցի այսպես, գիտես ես տխրում եմ, և տխրեցի, երբ որ ես սկսեցի մտաբերել, հիշել Տիրոջ հարության մասին, Տիրոջ զորության մասին, մենք այնքան քիչ ենք սկսել խոսել դրա մասին, այնքան քիչ ենք խորհում Տիրոջ մահվան մասին։ Ինչ ասեց Հիսուսը, սարեք իմ մահը հիշեք, իմ մահը պատմեք։ Միակ առանցքը ամբողջ քրիստոնեության դա գիտես որն է, սա է խաչն է։ Շնորհակալ եմ։ Միակ առանցքը քրիստոնեության, դա Քրիստոսն է, դա խաչն է, հանիր խաչը, հանիր խաչելիությունը Աստվածաշնչից, նա դառնում է ուղղակի գիրք։ Մենք պիտի միշտ խորհենք խաչի, խաչելիության և խաչալի մասին, Տիրոջ արյան մասին, Տիրոջ փրկության մասին։ Մեզ պիտի այս լուրը ուրախացնի, որ Քրիստոսը հարություն է առել, և մենք ունենք շանս այստեղ հարություն առնելու, հենց այստեղ։ Բոլորս ենք մեռնելու, և բոլորս ենք հարություն առնելու, բայց երանելի այն մեկը, ով որ այստեղ բաժին ունի։ Եթե այստեղ բաժին չունեցար, ուշ է, վերջ։ Ինչպես որ Նոյի տապանը, երբ որ կառուցվում էր, կար ժամանակ, որ մարդիկ փրկվեն և մտնեն այդ տապանը։ Տապանը մեծ էր։ Աստված հոգ տարավ անասունի համար, բայց մարդիկ մնացին, իր պատկերով ստեղծված, արարված մարդիկ մնացին ջրի տակ։ Անասունի համար հոգ տարավ, բայց այն մարդիկ չմտան, ինչու, մերժեցին։ Եվ երբ որ արդեն անձրևները եկան և տակից ընդերքից ջրերը բխեցին, մարդիկ հասկացան, Նոյը 100 տարի կառուցում էր, Նոյը 100 տարի քարոզում էր, որ լինելու է մի բան, դատաստան, ես չէի հավատում։ Հիմա հավատում եմ, Նոյ բացի ուշ է, Աստված փակել է դուռը։ Այս ժամանակ չկա։ Այստեղ երբ որ առաջարությունը լինի, այս ամբողջ ընթացքում արդեն վերջ։ Էլ արդեն փրկություն չկա։ Եվ սա շատ լուրջ է և ճշմարիտ։ Իսկ Աստծո խոսքը չի ստում։ Մենք կամ հավատում ենք Աստծո խոսքին ամբողջությամբ և ամբողջությամբ ասում ենք այո, կամ մենք չենք հավատում Աստծո խոսքին։ Չի կարելի մի փոքր հավատալ, մի փոքրը չէ։ Այս մի մասը ընդունել, այս մի մասը չէ։ Չի կարելի։ Հայտնություն 21:7 Հաղթողն է դա ժառանգելու։ Ով է ժառանգելու։ Հաղթողը։ Ում հաղթողը։ Հաղթողն է դա ժառանգելու։ Ես նրա Աստվածն եմ լինելու, իսկ նա իմ որդին է լինելու։ Ահա որդեգրությունը, ահա որդի և հայր փոխհարաբերությունը։ Իսկ ուշադիր, վախկոտներին, կասես, պրիչոմ тут վախկոտ ընդհանրապես։ Հիմա կասեմ։ Ոնց է պրիչոմ հայերեն։ Ինչ կապ ունի, հա։ Ինչ կապ ունի։ Իմաստը, հա։ Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, Աստծո խոսքը ասում է մարդասպանը նաև նա, որ եղբորն ատում, ինքը մարդասպանը արդեն։
բորնիկների, կախարդների, կռապաշտների, դու կարաս ասես, ես կռապաշտությունը դա այն, չէ, հիմա էլ կա կռապաշտություն, և հիմա էլ կա կախարդություն, ու չես էլ պատկերասում ինչ ռեալ է դա, ու չես էլ պատկերասում ինչքան հաճախ ես ընկնում դրա մեջ, կասես լուրջ, այո, հրավիրում եմ քեզ հաջորդ կիրակի ծառայության, ես խոսելու եմ սրա մասին, ես խոսելու եմ վտանգավոր աղոթքի մասին, սրտումս դա դրվել է, որ կա աղոթք, որը շատ վտանգավոր է, և այն կախարդություն է, այսպիսով հրավիրում եմ քեզ հաջորդ կիրակի, կռապաշտների և բոլոր, ինչա գրված, և ամեն ստախոսների բաժինը, դու պատկերացնում ես ստախոսներ, այսօր եթե մենք այս բոլորը չանենք, բայց մենակ սուտ խոսենք, մենք կատարյալին հավասար մեկն ենք, ինչ եմ անում, ոչ մարդ եմ սպանում, ոչ պոռնիկ եմ, ոչ շնություն եմ անում, ոչ էլ գողություն եմ անում, մեկ բանասուտը ասում ենք, էլ ինչ ա եղել, ստախոսների, կարդում ես սա, ուզում ես ինչ լուրջ ա, որտեղ այս մարդկանց բաժինը, կրակով և ծծմբով այրվող այս լճում, որ երկրորդ մահն է, այն բոլոր մարդիկ, ովքեր որ կգցվեն ծծումբի լիճը, կրակով լիճը, այս մարդիկ չսիրեցին Աստծուն, շուրթերով ասեցին, բայց կյանքով ուրացան, ինչ Աստծո խոսքը ասում, սրա մասին, որ ունեն Աստված պաշտության, այդ կերպարանքը մենք շատ լավ գիտենք, այդ ինչ կերպարանք է, ունեն Աստված պաշտության կերպարանք, մենք շատ լավ գիտենք դա որն է, մենք գիտենք ինչ կերպարանք հագնենք, երբ որ եկեղեցի ենք գալիս, և մենք գիտենք այն կերպարանքը, որը մենակ մենք գիտենք, մեր տան մեջ, կամ աշխատանքի վայրում, կամ ընկերական շրջապատում, ունեն Աստված պաշտության կերպարանք, բայց ուրացած են զորություն Աստծո, այս բոլոր մարդկանց, այս վախկոտների, ովքեր գիտես վախենում են Աստծո խոսքի համաձայն ապրեն, ովքեր վախենում են վկայեն Տիրոջ մասին, ովքեր վախենում են իրենց կյանքը ամբողջությամբ Հիսուսին հանձնել, վախենում են, բա ինչ կլինի, գիտես այս վախը իմ վրա հարձակվեց, երբ որ Գևը պիտի բանակ գնար, ու մենք աղոթում ենք Գևի բանակ չգնալու համար, շատ ուժեղ ենք աղոթում, ու գիտես մի պահ եկա, որ ես պիտի ասեի, Տեր թող որ քո կամքը լինի, այսպես վախեցա, իսկ ինչ եթե Տիրոջ կամքն է, որ ինքը բանակ գնա, իսկ ինչ եթե Տերը կարա թույլ տա, որ պատերազմ լինի, եւ վախ եկավ, գիտես, վախ եկավ, որ եթե հենց այդ արտահայտություն ես անեմ, Տեր որ թող որ քո կամքի համաձայն, եթե քո կամքն է, բայց թող որ իմ կամքը լինի, ես ինչքան եմ աղոթել, Տեր, դու գիտես մեր կամքը որն է, բայց կոտրվեց դա եւ ասեցի, Տեր, եթե քո կամքն է, ուրեմն թող գնա բանակ։ Գիտես, սա Աստծո խոսքը ասում է վախկոտների, ես էլ մեկ օրինակ բերեցի, ինչքան նմանատիպ օրինակներ կա, որ մենք վախենում ենք ուղղակի, վախենում ենք ապաշխարենք, վախենում ենք ներողություն խնդրենք, վախենում ենք մեր իսկ սխալները խոստովանենք, վախենում ենք, բա ուր մնաց իմ հպարտությունը, բա ուր մնաց իմ այս անցած կյանքը, ովքեր են սրանք այս հաղթողները, սրանք այն մարդիկ են, ովքեր որ ճկվել են, բայց չեն կոտրվել, ովքեր են այն հաղթողները, նրանք մարդիկ են, ովքեր Աստծո հոգով լցված են եղել, եւ այս կրակը, որ մի քիչ առաջ ցույց տվեցի, նրանց միգուցե վնասել է, բայց ներս չի թափանցել, ինչու, ներսում ջուր կար բաժակի, ներսում Աստծո հոգին է, այդ Աստծո հոգին ինքը զսպող է, դու նկատել ես, որ ամեն օր լցվելու կարիք ունես, Աստծո հոգով սենց թաթախված պարկում ես, քնես ու քնում ես, արտանում ես, լրիվ դատարկ, նորից պիտի ճեղքես, նորից պիտի լցվես, տես Հիսուսը փչեց աշակերտների վրա ասեց առեք Սուրբ Հոգին, առան Սուրբ Հոգին, հետո եկավ Պենտեկոստեն, հետո նա Սուրբ Հոգին մկրտեց աշակերտներին եւ նրանք Աստծով լցվեցին, հետո գրված է մի քանի օր հետո նորից Աստծով լցվեցին, հետո գրված է մի քանի օր նորից Աստծով լցվեցին, ռուսերենով ասում է իսպալնյալիս դուխեմ սվիտիմ, մենք պիտի լցված լինենք ամեն ժամանակ Աստծո հոգով եւ լինենք ավելին քան հաղթողներ։
Գիտես, որովհետև Աստծո խոսքը միտեղ ասում է, նրանք հաղթեցին քարան արյունով եւ իրենց վկայության խոսքով։ Հիշիր, քո վկայության խոսքի համար ո՞րս է գնում։ Երբ որ դու ունենում ես վկայության խոսք եւ դու անպայման ունես վկայության խոսք, այդ քո վկայության խոսքի համար ո՞րս է գնում, ինչպես անել, գառան արյունը քեզ շատ կօգնի։ Երբ որ դու գառան արյունով կանգնում ես, ասում ես միևնույնն է, սա իմ վկայությունն է։ Եվ դու հաղթում ես քո վկայության խոսքով եւ գառան արյունով։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որ չեն վախեցել։ Մատթեոսի ավետարան 24:42 գրված է արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը որ ժամին կգա։ Բայց սա իմացեք, որ եթե տանտերը իմանար, թե գողը որ ժամին կգար, արթուն կմնար եւ թույլ չէր տա, որ իր տուն սողոսկեն։ Դրա համար դուք էլ պատրաստ եղեք, որովհետև մարդի որդին կգա այն ժամին, երբ դրան չէ սпасել։ Տերը հանկարծակի է գալու։ Այն ժամին, որ մենք նրան ընդհանրապես չենք սпасել։ Այո, դժվար է, թանկագիններս, շատ դժվար է։ Բայց եթե մեր աչքերը միշտ հառած լինեն Աստծուն դեպի երկինք, մենք սա կանցնենք։ Մի շատ հրաշալի օրինակ կա Աստվածաշնչում Եբրայեցիների նամակի մեջ, երբ որ խոսվում է հավատքի հերոսների մասին, Եբրայեցիների 11-րդ գլուխ։ Հավատքի հերոսներն են, նրանք անցան, ճանապարհ անցան եւ 13-րդ խոսքում գրված է, որ սրանք բոլորը հավատքի մեջ մեռան առանց խոստումը ստանալու։ Միգուցե դու քո գլխի մեջ պատկեր ես նկարել, երազանքներ, խոստում ունես, բայց գրված է, որ նրանք մեռան առանց խոստումը ստանալու, բայց հեռվից տեսնում էին դրանք, ողջունում ու խոստովանում էին, որ երկրի վրա օտարներ եւ պանդուխտներ են։ Հիշիր, դու երկրի վրա, քանի դեռ ապրում ես այս մարմնի մեջ, օտար ես եւ պանդուխտ ես։ Դու ժամանակավոր մարմին ունես վերցրած, ուղղակի ժամանակավոր ասա։ Սա քո մշտական տունը չի, մի հարմարվիր։ Գրված է, հեռվից նայում էին, բոլորը մեռան, խոստումը չստացան, հեռվից նայում էին, ողջունում էին եւ իրանք իրանց վկայում էին, գիտես ինչ, օտարներ եւ պանդուխտներ ենք այստեղ երկրի վրա։ 14-րդ խոսք, որովհետեւ այսպիսի բաներ խոսողները հայտնում են, որ մի հայրենիք են որոնում։ Սա, որտեղ որ մենք կանք, այո, սա մեր հայրենիքն է, Հայաստանը մերն է, բայց մեր մշտականը սա չի։ Արի մշտականներ չանենք այս երկրի վրա։ Նրանք հայրենիք են որոնում, եւ եթե հիշում էին այն երկիրը, որտեղից դուրս են եկել, դա Եգիպտոսն էր։ Ուրեմն հետ դառնալու ժամանակ ունեին։ Արի հետ չնայենք։ Ունենք ժամանակ հետ դառնալու, միանշանակ։ Ունենք ժամանակ ուրանալու, միանշանակ։ Ունենք ժամանակ հեռանալու Աստծուց, շատ։ Բայց հետ չնայենք, ինչպես որ Ղովթիկինը հետ նայեց եւ աղի արձանի վերածվեց։ Բայց այժմ ավելի լավ վայր ենք տենչում, այսինքն երկնավոր վայր, եւ դրա համար Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու, որովհետեւ նրանց համար քաղաք է պատրաստել։ Գրված է, նրանք մի ուրիշ հայրենիք էին, ոչ թե ցանկանում, ոչ թե երազում, ոչ թե լավ կլիներ գնայինք այնտեղ, այլ տենչում, սա ուրիշ բան է։ Եվ Աստված չի խորշում նրանց Աստվածը կոչվելուց։ Առաջին հայացքից գրված է, ես ինչ դա, չի կարանք ասենք, ես ինչ դաժան բաներ, որովհետև սրանք բոլորը հավատքի մեջ մեռան առանց խոստումը ստանալու։ Եթե մեր խոստումը լինի միայն այստեղ երկիրը եւ երկրայինը, ամենախեղճ մարդկանցից մեկն ենք մենք։ Եթե մեր աչքերը հառած լինեն միայն այստեղ երկրավորը, մենք ամենախեղճ ժողովուրդն ենք ուրեմն։ Իսկ ո՞րն է այդ քաղաքը, որ նրանք տենչում էին։ Ո՞րն է այդ քաղաքը։ Ասեմ թե ո՞րն է այդ քաղաքը։ Հայտնության գիրք ես ավարտում եմ արդեն, թող որ փառաբանության թիմը գա։ Հայտնության գիրք 21-րդ գլուխ առաջի խոսքից սիրով կընթերցեմ։ Գրված է. տեսա նոր երկինք եւ նոր երկիր։ Ահա ինչա մեզ պատրաստված։ Ահա ուր մենք պիտի գնանք, ահա ինչին մենք պիտի տենչենք, նոր քաղաքը։ Տեսա նոր երկիր եւ նոր երկինք, որովհետեւ առաջին երկինքն ու երկիրը անցան, այստեղ է դա լինելու թանկագինս։ Ես չգիտեմ, ինքը լինելու է կլոր, քառակուսի,
ուղիղ, ես չգիտեմ այս նոր երկիրը եւ նոր երկինքը ինչ տեսք ունի, բայց մենք այս սա պիտի տենչենք։ Տեսա նոր երկիր, նոր երկինք, որովհետեւ առաջին երկինքն ու երկիրը անցան եւ այլևս ծով չկա, անցնելու է սա։ Տեսա Սուրբ քաղաքը նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից, Աստծո մոտից։ Պատրաստված եւ ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։ Եվ գայից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում է. ահա Աստծո խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն նրա ժողովուրդը, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Եվ նրանց աշկերից պիտի սրբի ամեն արտասուք, այլևս մահ չի լինելու։ Չի լինելու նաև ոչ սուկ, ոչ աղաղակ, ոչ ցավ, որովհետև նախկիններն անցնում են, անցան։ Չի լինելու, մահը չի լինելու, սուքը չի լինելու, արտասուք չի լինելու, անցավ այս ամեն ինչը, անցավ, անցավ, առանց ցավի։ Մենք այստեղ ենք ցավը զգում, մենք այստեղ է մեզ ցավում, այստեղ ենք լացում, այստեղ մահ կա։ 22-րդ խոսք։ Եվ նրա մեջ տաճար չտեսա։ Այդտեղ նոր երկնքում եւ նոր երկրում տաճար չկա, որովհետեւ Տեր Աստված ամենակալը եւ գառն է նրա տաճարը։ Քաղաքը ոչ արևի եւ ոչ էլ լուսնի կարիք ունի, որովհետեւ նրան լուսավորեն, որպեսզի նրան լուսավորեն, որովհետեւ Աստծո փառքն է լուսավորելու նրան եւ գառը նրա ճրագը։ Եվ ազգերը ընթանալու են նրա լույսով, եւ երկրի թագավորները իրենց փառքն են բերելու։ Կան այստեղ թագավորներ, հա? Մենք գրված է քահանաներ եւ թագավորներ ենք։ Մենք մեր փառքը պիտի բերենք Աստծուն տանք։ Նրա դռները ցերեկը չեն փակվելու, որովհետև այնտեղ գիշեր չի լինելու, եւ ազգերի փառքն ու պատիվը այնտեղ են բերելու, եւ նրա մեջ չի մտնելու ոչ մի անմաքուր, ոչ էլ պիղծ եւ ստություն անողը, նորից սուտը, պատկերացնում ես, ինչ մեծ մեղք է սա համարվում Աստծո առաջ, սուտը։ Եվ ստություն անողը, այլ միայն նրանք, ովքեր գրված են գառան կենաց գրքում։ Ամփոփեմ այսօրվա թեման։ Գիտես, 1000-ամյա թագավորությունից հետո մարդիկ նորից հարություն են առնելու այստեղ եւ գալու են սպիտակ մեծ աթոռի առաջ, որպեսզի դատվեն։ Եվ գրված է գրքեր են բացվելու։ Մենք չգիտենք քանի գիրք կա, բայց գրքեր են բացվելու։ Եվ կա կենտրոնական մի գիրք, որը կոչվում է կյանքի գիրք։ Եվ այդ գրքերի մեջ գրված են լինելու մեր արածները, մեր գործերը եւ մեր չգործերը, որ մենք կարող ենք անել, բայց չարեցինք։ Եվ դա նույնպես այդտեղ գրված է լինելու։ Եվ կյանքի գիրքը, եւ ում անունը, որ չգտնվեցավ այդ գրքի մեջ, նա նետվելու է ծծումբի լիճը, որտեղ կլինի լաց, ատամների կրճտոց, ինչպես Միքայելը ասեց, եւ նրանց որդը չի պակասի, չի վերջանա։ Դա մշտական տանջանք է լինելու, եւ սա շատ իրական է։ Հրաշալի մի խոստում նրանց համար, ովքեր որ իրականում միջևեջ կպահեն իրենց եւ բաժին կունենան առաջի հարության ժամանակ եւ կգնան նոր երկիր եւ նոր երկինք եւ ամենակալ Աստված կլինի մեր բոլորի տաճարը, Տերը, Հայրը եւ այնտեղ գիշեր չի լինելու։ Մենք այնտեղ արեգակի կարիք չենք ունենալու, որովհետեւ Տերն է լույսը տալու։ Այնտեղ չի լինելու ոչ լաց, ոչ արտասուք, ոչ սուկ, ոչ տառապանք, ոչ բաժանումներ, ոչ մահ, ոչ գողություն, անարդար բան չի լինելու, որովհետև այնտեղ բաժին չունի ոչ մի պիղծը, ոչ մի ստախոսը։ Այսպիսով այս օրերի մեջ մենք քննեցինք Տիրոջ երկրորդ գալուստի մասին եւ այս բոլոր իրադարձությունները Հիսուս Քրիստոսի գալուստը, մեծ նեղությունները, հակաքրիստոսի ի հայտ գալը, եկեղեցու հափշտակությունը, մեռելների հարությունը,
մեծ եւ ահեղ դատաստանը, նոր երկինքն ու երկիրը մեկնաբանվում են տարբեր ձևերով։ Սակայն ամենակարևորը նա է, որ մենք պատրաստ լինենք Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին։ Ասա ամեն։ Գիտես, այս բոլոր իրադարձությունները, որոնց մասին մենք խոսեցինք այս շաբաթների մեջ, լինելու են եւ տարբեր ձևերով են այն մեկնվում։ Մի եկեղեցի այսպես է մեկնում, իր հարավանությունը այնպես է մեկնում, տարբեր ձևերի է մեկնվում, բայց ամենակարևորը սրա մեջ գիտես որն է, որ մենք պատրաստ լինենք Տիրոջ գալուստին, որ մենք արթուն լինենք, աղոթքի մեջ լինենք, աղոթք անենք, որ փորձության մեջ չընկնենք, աղոթենք ու սպասենք Տիրոջը, որովհետև մենք չգիտենք Տերը երբ է գալու։ Ու պատրաստենք մեր անձերը իրականում սրան։ Ու մի բան հասկանանք եւ վստահ լինենք, որ Տերը միևնույն է գալու է։ Առաջի անգամ նա եկավ փրկելու համար, երկրորդ անգամ նա գալու է դատելու համար։ Փրկությունը եւ փրկության լուրը ուղարկված է, այստեղ է, երկրի վրա է։ Այստեղ մենք ունենք շանս։ Մինչև ջրհեղեղն էր, որ մարդիկ շանս ունեին տապանը մտնելու, բայց հենց անձրևը եկավ, փակվեց դուռը եւ էլ արդեն շանս գոյություն չունի։ Համար իմ աղոթքն է այսօր, արի աղոթքով գանք հիմա Աստծո առաջ, հիմա։ Խոստովանենք մեր մեղքերը, մեր սխալները, մեր բացթողումները, մեր սուտը, ստախոսությունը, մեր կռապաշտությունը, մեր կախարդությունը, մեր անհնազանդությունը, այն ամենը ինչը որ Աստծուց չի, ես առաջարկում եմ ապաշխարենք եւ ապաշխարությամբ գանք Տիրոջ առաջ, բայց ռեալ ապաշխարենք ու այլևս չվերադառնանք դրան ու հիշենք այն ինչը որ սուտ է եւ Տիրոջը ցավեցնում է, մենք ուղղակի բաց թողենք եւ չորթեգրենք ու մի բան ասենք սա էլ իմ բաց թողումն է, սա էլ իմ մեղքն է, սա էլ իմ խնդիրն է, ոչ, սա քոնը չի, մի սեփականացրու, մի ասա այս իմն է, ոքի հրաժարվի դրանից։ Կան այն մարդիկ ասում են հիվանդությունս, դեղերս, ճնշումս, սեփականացնորած այդպես ապրում ենք, չէ, ճնշումը, դեղը, որը ժամանակավոր է, այդպես էլ այս արատները, որի մասին ես կարդացի, չէ սեփականաշնորենք, ասա ամեն, ասա ամեն, ասա ամեն, աղոթենք, այո Տեր, մենք քո առաջ ենք, քո երեսի առաջ ենք, եւ շնորհակալ ենք քեզ Տեր, քո խոսքի համար, միգուցե հանդիմանողը, միգուցե ցավացնողը, միգուցե կրակի պես վառողը, բայց ոչինչ, Տեր, մենք քոնն ենք եւ դու մեզանից ստացի այն ամենը, ինչը որ դու ուզում ես մենք լինենք ու մեզանից ստանաս։ Մենք քո ժառանգությունն ենք, քո ձեռքերի աշխատանքը, քո հոգուց վերածնվածը, որպեսզի պատմենք քո փառքի մասին, որպեսզի պատմենք քո մասին։ Շնորհակալ ենք քեզ Տեր, փառավոր իմ Սուրբ Աստված, քեզ ենք հանձնվում եւ Տեր ապաշխարում ենք մեր գործածի համար, ապաշխարում ենք մեր սխալների համար, ապաշխարում ենք Տեր, եթե ինչ-որ միտեղ սայթակել ենք, ընկել ենք, բարձրացրում ես, եթե այդ մեղքը կամ սխալը կամ հիվանդությունը կամ ցավը սեփականաշնորհել ենք, հրաժարվում ենք դրանից, հրաժարվում ենք, լվանում ենք հենց հիմա մեր ձեռքերը քո սուրբ արյունով, ներողություն ենք խնդրում մեր չարախոսության համար, մեր սուտի համար, որ սուտ ենք խոսացել, հրաժարվում ենք այդ ամենից, Հիսուս Քրիստոսի անունով, շնորհակալ ենք քեզ Տեր, օրհնում ու մեծարում ենք քեզ, փառք քեզ, օգնիր մեզ, որ մենք ժառանգություն ունենանք եւ բաժին ունենանք առաջի հարության մեջ, որ մենք ժառանգենք երկիրը, եւ ինչքան է որ դու թագավոր ես, մենք լինենք քո քահանաներն ու թագավորները, օգնիր մեզ Տեր իմ Աստված, որ շատ մարդկանց փրկենք, ում անունները գրված չեն գառան գրքում,
Շնորհակալ ենք քեզ Տեր։ Փառք քեզ Հավիտյանս Հավիտենից։ Ամեն։ Ամեն։ Ես հասկանում եմ, որ այս շաբաթների մեջ թեման մի քիչ դժվար մարսելի, բայց սա պետք է եկեղեցուն։ Եկեղեցուն պետք է իրականում, որ մենք հասկանանք ինչա սա նշանակում։ Մենք զինված լինենք։ Ամեն։ Մենք ունենանք գիտակցություն ու խնդրում եմ քեզ, միշտ խորհիր Տիրոջ խաչի մասին, միշտ խորհիր նրա հարության մասին, միշտ մտածի նրա մահվան մասին։ Հիշում ես միտեղ կա Տիրոջ խոսքը ասում է, որ թող որ քո ոտքերը ավելի շտապեն ոչ թե խնջույքի տուն, այլ սքո տուն, մահվան տուն։ Ինչու՞։ Դա է ամեն մարդու վերջը։ Ու մենք այնտեղ ֆայմում ենք ու մտածում ենք մահվան մասին։ Ֆայմում ենք ու մտածում ենք, ասում ենք, Տեր, մի օր գալու է, ես էլ եմ այսպես պարկած լինելու։ Ու կյանքի արժեքը ինքն փոխվում է, չէ՞։ Փոխվում է։ Մտածում ես, այս ամենը ինչի համար ես ձգտում եմ, երազում եմ, ջանք եմ գործադրում, չեմ քնում, հայրվելու է ու գնա։ Բա ի՞նչ է մնալու։ Սողոմոնը կասի ամենը ինչ ունայն էր։ Ինչ որ ես կառուցեցի, ինչին որ ձգտեցի, ինչ որ ունեցա, ես մի բան հասկացա, ծեր դառնալով ամեն բան ունայն էր եւ քամու աշխատանք, բա ի՞նչն է մարդուն մնում։ Աստծուց վախենա եւ նրա պատվիրանները պահի, որովհետեւ Աստված ամեն բան բերելու է դեպի դատաստանը, լավ թե վատ։ Տեր օրհնի քեզ շատ սիրելի եկեղեցի, սա հիշենք։ Ամեն։ Մենք այսօր էլ չենք փառաբանի Աստծուն, ես քեզ կօրհնեմ եւ գնաս Տիրոջ խաղաղությամբ, հրավիրում եմ քեզ երկու շաբթի օրվանից ամեն օր ժամը 6-ից միասին այստեղ անցկացնենք Տիրոջ փառքի մեջ, աղոթքի մեջ։ Եվ Տիրոջ արքայությունը կառուցենք, հռչակենք, նորոգենք, թող Տիրոջ թարմությունը գա այս քաղաքի մեջ, քո աղոթքների շնորհիվ։ Ամեն։ Բարձի ձեռքդ։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը, Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։ Գնաս Տիրոջ խաղաղությամբ, Տերը քեզ շատ օրհնի։